Նեղվածություն չկա, անակնկալի մասով արդեն պատասխանեցի, որ իմ համար ակնհայտ է, որ ժամկետը ավարտվել էր եւ պետք է նորից մանդատ ստանա եւ որևիցե բան չեմ տեսնում դրա մեջ։ Ես եղել եմ ավականի, եղել եմ падգամավոր, եղել եմ փոխխոսնակ, այժմ եղել եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ կամ ազգային ժողովի նախագահ դեռ կարծում եմ, որ ավելացնելու բան չունի։ Նկատի ունեմ դուք ստացել եք ձեր համադրողների հարցի պատասխանը, ինչու ձեր թիմը այդպիսի որոշում կայացրեց։ Չեմ կարող ասել, որովհետև նման քննարկում տեղի չի ունեցել ու եթե ես գտնեի, որ կա ինչ-որ պատճառ, ես չէի առաջադրվի, ուստի ես եւ նման խոսակցություն չեմ ունեցել եւ համարում եմ նման խոսակցությունը տեղին չէ։ Տեսեք, վարչության անդամները իրենք բոլորը իրավազոր, բարձր պաշտոն ունեցող եւ քաղաքական պատմություն ունեցող քաղաքական կուսակցության ամենաբարձրագույն մարմնի ներկայացուցիչներ են։ Հիմա իրանց որոշումն է, ես էլ եմ շատ որոշումներ եմ կայացրել, ասեք չգիտեմ, ցուցակի մեջ մարդկանց ընդգրկելու, չընդգրկելու հետ կապված կողմ եմ եղել ինչ-որ մարդկանց դեմ եմ եղել իրանց հետ նույնպես։ Ասենք հիմա ամեն բանի հետ կապված կարծում եմ ճիշտ չի նման քննարկման մեջ մտնել։ Եվ հարցը չեք դիտարկում կուսակցությունից դուրս գալու։ Չէ, ես այդ կուսակցության ստեղծողներից եմ, ես քաղաքական process-ի մաս եմ, քաղաքական process-ի մաս մնալու եմ, ես մնալու եմ իմ ընկերների կողքը, այնքան ժամանակ, որքան որ կկարողանամ ծառայել, այնքան ժամանակ ինչքան իրանց պետք կլինեմ, եթե ինչ-որ տարբերակ, ինչ-որ առաջարկ կլինի, ես այդ առաջարկը կքննարկեմ։ Քանի որ առաջարկից խոսքը Կամ ձեր տաղավար էլի ստացվեց։ Համեցեք, արդյոք ձեզ առաջարկվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոն, որտեղ մամուլը բարբերաբար գրում էր այդ մասին, որ ձեզ առաջարկվել է եւ դեռևս որոշում չեք կայացրել, առհասարակ նման առաջարկ ձեզ արվել է եւ չեք մտածում այդ պաշտոնը զբաղեցնելու մասին, եթե նույնիսկ դա անհեթեթություն է։ Ես նման բան չեմ մտածում, երբևիցե որևիցե մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել, կոռեկտ չեմ համարում, մենք Հայաստանի Հանրապետությունը ունի նախագահ, իդեպ ասեմ, որպես քաղաքացի, իմ ամենասիրված, իմ կողմից ամենահարգված նախագահն է, որին ես շատ սիրում, շատ հարգում եմ եւ նման խոսակցությունը ուղղակի անհեթեթություն են։ Ես որևիցե պաշտոնյայի հետ, իմ ընկերների, իմ գործընկերների հետ երբևիցե նման բան չեմ քննարկել, չեմ լսել եւ չեմ խոսել, այն բան կա, հա, հայտնի արտահայտություն կա եւ մամուլից եմ իմացել, ինչպես նաեւ տեսել եմ փոխվարչապետ, ինչպես նաեւ տեսել եմ այդ նախագահի տարբերակը, չգիտեմ, դեսպանի, ինչ ասես խոսում են։ Ոչ, հարգելի գործընկերներ, որևիցե մեկի հետ նման քննարկում չի եղել եւ նման խոսակցությունը խնդրում եմ դադարեցնել, դա կոռեկտ չի ու ճիշտ չի։ Բայց ակտիվ քաղաքականություն։ Բայց ինչի պետք է չվերադառնամ, ինպես քաղաքական գործիչները շատ են քաղաքական դաշտում, որ ես քաղաքական դաշտը լքեմ, թողնեմ այս այսպես ասած երագլուխ միավորմանը, որպեսզի շարունակեն Հայաստանի Հանրապետությունը բզկտել, ես քարոզարշավի մեջ եմ եղել եւ ես մեր քաղաքացիներին, իմ գործընկերների հետ եւ վարչապետի հետ միասին բան եմ խոստացել։ Հիմա իմ խրամատը ես 5 տարի ստեղ պահեցի, մեկ այլ տեղ իմ խրամատը կշարունակեմ պահել։ Ինչա փոխվել։ Բանա, տենց այդ ոչ մի պաշտոն հավերժ չի եւ փառք Աստծո։ Պարոն Սիմոնյան, դուք իշխանության այս ամբողջ ճիշտ ազգային ժողովի կառավարման ընթացքում Սիրում եմ, որ ամենայով ինձ հետ կապված ինչ-որ հարց եք տալիս, արդեն դուք ամենաշատն եք խոսել այն թեմաներից, որոնք իշխանության շատ ներկայացուցիչներ չէին ուզում առաջինը լինել եւ այդ հարվածները իրենց վրա վերցնել։ Այս ընթացքում դուք պարբերաբար ձեր անսահման ամենայով ասեմ հավատարմությունն եք հայտնել Նիկոլ Փաշինյանից։ Ուրեմն ինչն է պատճառը, որ այդ հավատարմությունը չգնահատվեց, ձեզ ինչը չներեց Նիկոլ Փաշինյանը կամ թիմը ինչ չներեց ձեզ, եւ դուք արդյոք չեք հիմա ափսոսում, երբ որ հետ եք նայում, որ պետք չէ գուցե այդքան շատ ձեր ուսերին վերցնել եւ հարվածները ձեր վրա վերցնել։ Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում, ընդհանրապես կյանքի ընթացքում ոչ մի բանի համար չեմ ափսոսում։ Եղել է ծանր օրեր, եղել են անձնական ծանր իրավիճակներ, բայց այդ այնա, ինչ որ կառուցել է Ալեն Սիմոնյանին եւ ես այդտեղ կանգնած չէի ելնի, այս դահլիճը չէի կարողանա բացել եւ դուք ինձ այդ հարցը չէիք տա, եթե ես այդ ճանապարհը չանցնեի։ Ես որևիցե բանի համար չեմ ափսոսում
Ինչ վերաբերում է ինչ չի ներվել, ինչի մասին է խոսքը, ես ձեզ խնդրում եմ, կրկնում եմ, դուրս եկեք, այո, կա այդպես տրամաբանություն, դա դեպքերը պատմության մեջ շատ են, բայց իմ հարաբերությունը, իմ վերաբերմունքը, իմ նվիրվածությունը դա իմ որոշումն է, իմ տեսակն է եւ ես ասել եմ ու նորից եմ կրկնում, իմ քաղաքական գործունեությունը դա Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեության հետ համատեղ գործունեություն է։ Ես չեմ տարանջատում, չեմ տարանջատել ինձ որևիցե դեպքում, ես շարունակելու եմ պաշտպանել իմ թիմին, շարունակելու եմ պաշտպանել այն գաղափարներ, այն սկզբունքները, որ ես ունեմ, մենք ունենք եւ չեմ ուզում, որ դուք պաշտոնի հետ պայմանավորեք, որ դա, չգիտեմ, պատիժ էր, դա պատիժ չէր, ես իմ ծառայությունը կատարեցի, ես լավ կատարեցի իմ ծառայությունը, ես, այսպես ասած, պարզ ճակատով եմ ավարտում ես փուլը եւ կապրենք, կտեսնենք, թե հետագայում ինչ կլինի, չեմ բացառում, որ կարող է ընդհանուր, ասենք, մոտակա, չգիտեմ, ինչ-որ ժամանակահատվածում ընդհանրապես որևիցե քաղաքական պաշտոնով զբաղված չլինեմ, որևիցե բան չեմ բացառում, բայց մի մտցրեք դա ինչ-որ անձնական դաշտ նեղացվածությունը, հա, տեսակ վարչության նիստին չգնաց, անձնական առիթ ունեի, վարչության նիստին չէի գնացի, 5 լրագրող զանգել ասում, այդ վարչության նիստին որ չեք գնացել, ուրեմն Ալեն Սիմոնյանը բան թեթև էր հագնված, ուրեմն լուրջ չի վերաբերում, հասկանում եմ, որ տենց բանի վրա է կառուցված նաև լրատվություն կազմելը, ինֆորմացիա ստանելը, բայց ձեզ պարզ դեմքով, ինչպես միշտ ուղիղ, թեկուզ ամենավատ եւ ամենածանր բաները ասել եմ, նետ, չկա տենց բան, եւ ես շարունակել եմ ակտիվ քաղաքական գործիչ լինելը, ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում, կմտածենք, կտեսնենք, թե ոնց կլինի, ինչ կլինի։ Իսկ ինչ արել եմ, չեմ ափսոսում։ Արդեն ուրվագծվում է, թե ազգային ժողովի նոր ներկայացումը ով է լինելու եւ քրտան արդեն որոշել է իհարկե ընտրությունները խորհրդանշում, բայց քաղաքական որոշումը կայացված է։ Ինչպես է վերաբերում նոր կազմին, մասնավորապես ազգային ժողովի նոր խոսնակ Ուգեն Ռուբինյանին, փոխոսնակներին, դեռ վերաբերում է եւ արդյոք այս խորհրդարանը եկող խորհրդարանից ինչ որ ձևով կտարբերվի ղեկավարման առումով եկած։ Ես համարում եմ, որ եթե ես դա նաև բարձրաձայն եմ ասել, որ եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ազգային ժողովի նախագահի պաշտոնը, Ռուբեն Ռուբինյանը ամենալավ թեկնածուն էր, որը կարող էր ինձ փոխարինել, եւ ես հաջողություն եմ մաղթում իրեն, համարում եմ նախ ինքը իմ ընկերն է, ես իրան շարունակում եմ համարել իմ ընկերը, թեպետ դուք այդ ինչ-որ էլի գրում էին, խոսում էին, բա հեսա դուք իրար ձեզ մեջ կմրցեք, ինքը իմ ընկերն է, ես շատ ուրախ եմ, որ իր հետ աշխատել եմ, իմ գործընկերն է, ես իրեն հաջողություն եմ մաղթում, որ ինքը լինի երկրորդ ազգային ժողովի նախագահը, որը որ իր ժամկետը միջև վերջ կպաշտոնավարի, նույնը կարող եմ ասել փոխխոսնակների մասով, Հայկ Կոնջարյանի մասով մասնավորապես, որտեղ Հայկ Կոնջարյանը 2021 թվականի ազգային ժողովը ասեցի, որ պատերազմից հետո ստեղծված ազգային ժողով էր եւ այն ինչ որ Հայկը արեց, Կոնջարյան, ասենք ես չէի կարող, ես ոչ այդ ուժը, ոչ այդ համբերությունը ես չէի ունենա խմբակցության հետ, որը որ լուրջ քաղաքական գործիչներ էր իր մեջ ծանրակշիռ պատմություն ունեցող մարդկանց էր, ինքը բալանսավորված պահեց, իսկ ինչ վերաբերում է Հաջան, դե բայց ես իմ մասին, էդ էլ թող իրոշները խոսեմ, ես իմ մասին չեմ խոսի, հա, իմ մասին գնահատականը կարծում եմ հնչում է, ես իմ գործընկերների մասին խոսեմ, ինչ վերաբերում է Վահագին Ալեքսանյան, դե մարդը աճեց, եկավ իր գործունեությամբ եւ ընտրվեց, իրեն նույնպես հաջողություն եմ մաղթում, տեսնենք ով է լինելու խմբակցության ղեկավարը այս անգամ, որովհետև էլի դժվար ազգային ժողով է սպասվում, ես վստահ եմ, որ քաղաքական կրքերը չեն դադարելու, նաև ասեմ, որ ազգային ժողովում հայտնվել են մարդիկ, որոնք որ նախ ամփորձ են քաղաքական առումով, որ ունի իր դրական եւ բացասական կողմերը, ես նկատի ունեմ ընդդիմադիր գործընկերներին, ունի իր դրական կողմը այն առումով, որ հələ ամեն ինչ կորսված չէ եւ կարելի է ինչ-որ քաղաքական գործիչ մեջներից վստահեմ լուրջ քաղաքական գործիչներ կարող է բան գան, միևնույն ժամանակ էլի ագրեսիան, ատելությունը, բացասական էմոցիան, լարվածությունը կարծում եմ ցավոք սրտի չի պակասելու, որովհետեւ քարոզարշավը դա էր հուշ։ Երեք շոկ աղաց դե իսկ կա։ Այդ պատոհանը բացեք, մեկ էլ են դուրը բաց պահեք։ Ասում եք, որ եթե խմբակցությունը որոշի, որ ես պետք է
պատկանավոր, բայց քիչ առաջ դուք ասացիք, որ մանդատը փաստորեն չեք վերցնում, արդյոք պատճառային է, որ կառավարությունը հնարավոր է գնա փոխվարչապետ լինել, այդպիսի խոսակցություններ կամ մամուլում կամ նախարար, դուք առհասարակ ձեզ որտեղ եք տեսնում, եւ մեկ հարցեր ինչ դեպազնի ժամանակ միշտ ասում եք, որ Կլինի ես մեկը պատասխանեմ, հաջորդը բանանեք, էլի որ չկտրվի միտքը, նախ եւ առաջ արդեն ասացի, որ որևիցե բան ես չեմ քննարկել, պաշտոնի հետ կապված, որևիցե տեղ տեղափոխվել հետ կապված ես չեմ քննարկել իմ երկրի վարչապետը, մեր կուսակցության ղեկավար մարմինը կամ վարչապետը կառաջարկի, այն ժամանակ կմտածենք, իրար հետ քննարկենք, ճիշտ ծանր թեթև կանենք, կորոշենք, որևիցե նման բան, ասում ես այդ շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, չգիտեմ, նկարներ էին սարքում, ինչ որ պատապաշտոններ են վերագրում, շատ շնորհակալ եմ ձեզ, գլուխ եմ խոնարհում ձեր առջև, բայց որևիցե նման խոսակցություն չկա եւ ասում եմ, կարող է եւ մոտակա ժամանակահատվածում եւ չլինի։ Ինչ վերաբերում է Լսեք, ես կարծում եմ ունիվերսալ մարդ եմ եւ քաղաքական անցած ճանապարհս, փորձս, գիտելիքներս, բացի մի քանի զուտ խորը մասնագիտական ոլորտներից կարող եմ օգտագործել, բայց անկեղծ ասած չեմ ինձ թույլ տվել մտածել դրա մասին, որովհետև ասենք չգիտեմ պայմանականորեն, հա, մտածել, որ այսինչ տեղը ես գնամ, ման, ես չգիտեմ, կոռեկտ չեմ համարել, չեմ էլ ուզում մտածել, նորից եմ ասում, հիմա ես այն տրամաբանության մեջ եմ ուզում մի քիչ հանգստանալ, անկեղծ ուզում եմ մի քիչ հանգստանալ։ Պարուսմենյան, բայց ամեն դեպքում անհասկանալի է, որ Փաշինյանը չի քննարկել ձեզ հետ։ Ինչ է։ Այսինքն հետաքրքրություն չկա, որպես Չէ, մենք խոսել ենք իրար հետ, չէ, մենք քննարկել ենք եւ որոշել ենք, որ ես իմ խնդրանքով որոշել եմ, որ ես ուզում եմ մի քիչ հանգստանամ, հիմա կկանի մի քիչ հանգստանամ, ասում եմ, ես 8 տարի ես առաջնագծին ճակերտավոր ավտոմատը ձեռքս կանգնած եմ եղել, կլինի մի քիչ հանգստանամ, մի հատ իմի բերեմ իմ մտքերը, անցած ճանապարհը եւ կորոշենք միասին, որևիցե նեղվածություն, որևիցե չհասված բան մեր մեջ գոյություն չունի եւ չի կարա լինի։ Եթե, չգիտեմ, պայմանական վարչապետը ասի, որ գիտես ինչ, հիմա դու մոտակա մի տարին որևիցե բանով մի զբաղվի, ես դա կընդունեմ մի գիտություն, քննարկեմ եւ ամենայն հավանականությամբ տենց էլ կանեմ, որովհետեւ ես ինչ չեմ տարանջատում ոչ իրենից, ոչ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, ոչ վարչությունից։ Էտա տրամաբանությունը, խաղի կանոնները եւ սկզբունքները եւ դրանից դուրս գալ նշանակում է դառնալ դրա դեպքերը շատ կա։ Մենք մեր քաղաքական պատմության մեջ շատ տենց դեպքեր ունենք, որ պաշտոնյաները, ես դրա մասին ամբյոնից եմ խոսել, որ ինչ-որ պաշտոնյաներ Նիկոլ Փաշինյանի շողքը տեսնում են, մտածում են իրանք այդ շողքի պես մեծ են։ Ես քաղաքական գործիչ եմ, կայացած քաղաքական գործիչ եմ, ունեմ իմ կշիռը, բայց ես քաղաքական գործիչ եմ Նիկոլ Փաշինյանի իմ թիմի հետ միասին։ Ես չեմ այս մարդիկ կային, որոնք ասում են քթները բարձրացավ, իրանք ասին, դե բայց իմ վարկանիշը շատ ավելի բարձր է, բայց ես էս կարամ, տեսակ սենց եղա, դա հիմարություն է քաղաքականության մեջ, դա ոչ պրոֆեսիոնալիզմ է, ես չգիտեմ, հա, ծեր շատ մարդիկ կար, մարդ կար, որը որ օրինակ 2021 թվականին, որին ես փողոցում որ հանդիպեմ իդեպ ասելու եմ, արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանը, որին որ ես օրինակ բացարձակ անհարգալից եմ վերաբերվում, որ ես փողոցում ես իրեն հանդիպեմ, ես իրան իմ կարծիքը ասելու եմ, որ 2021 թվականին ընտրություններից մի շաբաթ առաջ ինքը եւ իր ամբողջ թիմը հրաժարական տվեց եւ ինչ որ ակնկալիքներով բաներով։ Այդպես մարդկանց օրինակներ բազմաթիվ են մեր քաղաքական պատմության մեջ։ Ես ներողություն, ես սաղկանք իրանց քննադատել եմ, հետո ես պարկեշտություն եւ բան ունեմ, հա, սկզբունքներ ունեմ, ես դրանցով որևիցե բանի համար չեմ ասնի, մի սարքեք որևիցե պաշտոն ճակատագրական կամ ասենք, չգիտեմ, ինչ-որ որոշից, իմ համար տենց չի։ Եվ ճեպատուցների ժամանակ դուք պնդում էիք, որ 65% ձայն եք ստանալու այս ընտրություններին, բայց փաստացի դուք այդքան ձայն չեք ստանալու։ Ինչ լավ է այդ հարցը տվեցիք։ 49% ձայն հավաքեց Փաշինյանը եւ իրենք ուժացված ձայնիչների կարողացան 50%-ը հաղթահարել, նախ սա անկարել ձեզ համար, ինչպես եք մեկնաբանում, հարցում շփոթում այն մասին, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջվա աջակցությունը հանրային չուզում։ Դե ով ասեց, որ չունի։ Ընդհակառակը ես շնորհակալ եմ այդ հարցի համար, որովհետև եղավ նենց, ոնց որ ես ասեցի,
Գյումրիում կարծեմ Ռոզանա դուք եք ձեզ էի հարցազրույց տալու, ես ասացի, որ մենք ավելի շատ ձայն ենք հավաքելու, քան նախորդ ընտրություններում եւ տեսանյութը գոյություն ունի, իսկ 65% հիմա փոշիացվածը դե գիտեք ինչ, եթե ես ներողություն եմ խնդրում, եթե 2.5 միլիոն մարդ մասնակցեր, կարող է եւ 10% հաշվարկվեր, հա? Ես ֆիքսել եմ, որ մենք ավելի շատ ձայն ենք հավաքելու, այն իրավիճակում, որ դուք ասում եք, դուք ապրում եք ձեր իրականության մեջ, դուք աջակից չունեք, հələ դուրս եկեք այդ ընդդիմադիրներն էին, հələ դուրս եկեք փողոց, փոքրիկ խմբակը, հեսա կգան փոքրիկ խմբակով ստեղ կնստեն, փոքրիկ խմբակով կնստեն ստեղ, աչքերները ճպճպացնելով, քաղաքականությունից բան չհասկանալով, մտածելով, որ հիմա իրանք ավելին կարող են անել, քան այսօրվա ստեղ նստածներին, կտեսնեք փոքրիկ խմբակը։ Ես չեմ համարում, որ 728,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացին դա քիչ է, քան 680,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացին 5 տարի հետո Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո մեր դեմ օգտագործված հսկայական ֆինանսական ռեսուրսներից հետո այն քննչական կոմիտեն դարձել է բան, հանրային, չգիտեմ, ինչ-որ հեռուստաընկերության պես մի բան, այնքան տեսանյութ հասարքում, որ ընտրությունները ավարտվել են, այսինքն մենք խոսում ենք հավասար պայմանների մասին, դուք ասում եք, տեսակ, որ անհավասար պայմանների մեջ դուք ավելի քիչ հավաքեցիք, չէ՞, ես ընդհակառակը։ Այդ դեպքում կանխատեսում է նաև իշխող թիմի կողմից, որ ընդդիմությունը չի մոտենում խորհրդարան աջակցություն չունի, բայց Լսեք, հենց դուք ձեր նախորդ հարցի մեջ նաև ասացիք, թե ինչով է պայմանավորված, որ տենց ձեր սպասումները չիրականացան, հա, ես մեր համար անակնկալ էր, որ այդ ծավալի կարելի էր փող ծախսել, այդ ծավալի մեր դեմ հարձակում ա եղել։ Պատկերացրեք, դուք դուրս եք գալիս քաղաքական ճակատամարտի եւ տեսնում եք, որ ձեր առաջ ավելի շատ ֆինանս եւ ավելի շատ ռեսուրս ա ծախսվել, քան դուք պատկերացնում եք։ Մենք իրականում 65% մաքուր ձեն կստան, եթե մենք նույն բանով վերցնենք, հա, նույն մասնակցությունով վերցնենք, չէ՞ որ ելակետային թիվ չկա, երբ որ դուք ինձ 3 տարի առաջ կամ 2 տարի առաջ հարցնում եք, ես ելնում եմ այն թվից, որը որ մասնակցել է միշտ, հա, բայց 100,000-ներով մարդկանց տարվել է ընտրատեղամաս, մարդիկ, չգիտեմ, լսած կլինեք այդ պատմությունը, ընտրատեղամասներ կա, մարդիկ տեղ ասում, «Յա, դու եկել ես, դու ստեղ ես», գյուղերում տներ կային, որոնք որ փակ են եղել, բայց այդ ընտանիքները ինչ որ ձևով հայտնվել են եւ տարվել են ընտրատեղամաս եւ արվել են, այսինքն մենք խոսում ենք հիմա հավասար պայմաններում, թե չէ, եթե այդ ժամանակ, չգիտեմ, ռմբակոծության տակ լիներ Երևանը, կարող է եւ ավելի քիչ հավաքենք, բայց դա քաղաքական ռմբակոծության տակ իրավիճակ է եղել։ Ամեն դեպքում խոսում են նաև, որ քաղաքացիական պայմանների վերջին հարցը, ոչ թե հարցը, այլ դիտարկումը, որ քաղաքացիական պայմանների կուսակցությունը բավական մեծ բաների ծախսեց Քարոզարշավի վրա, նույնիսկ $1 միլիոն միայն դրոն շոուի վրա է ծախսել։ Լսեք, մեր բոլոր ծախսերը ցուցադրված են, բաց են, եւ մեր բոլոր ծախսերը տեխնիկական ծախսեր են, թեկուզ ես չգիտեմ դրոն շոուի վրա ինչքան է ծախսվել, հա, բայց մենք փող չենք բաժանել, մեկ, երկրորդը մենք փող ունեցող կուսակցություն ենք, այդ ես եմ օլիգարխ, Նիկոլ Փաշինյանն է օլիգարխ, թե չգիտեմ, Արադ Միրզոյանն է օլիգարխ, ուզում հասկանամ, այդ ինչ փող ենք մենք ծախսել։ Ինչ փող, դրամահավաք ենք արել, դրանք բաց են, իմիջիալոց այդ թափանցիկությունը կուսակցությունների մեր կողմից արված, բերված բան է եւ շարունակական բան է, որը շարունակություն է ունենալու։ Դուք տեսել եք հրապարակումներ կան հենց լրատվամիջոցների կողմից, թե Facebook-յան եւ TikTok-յան գովազդներին ինչ գումարներ են ծախսվել ուժեղ Հայաստանի կողմից կամ մյուսների կողմից։ Ու նորից եմ ասում, խոսքը այն մարդկանց մասին է, որ գալիս ասում են դե գանք այսօր քվեարկենք, երեխեքին վերցնենք գնանք, որտեղ 7 ժամը 7-ից հետո այստեղ խառնվելու է իրար։ Դա ինչ եք խոսում։ Ռեսուրս է ծախսվել, ես եմ ուզում անդրադառնալ, քանի բանը չի եղել, ռեսուրս է ծախսվել։ Պարզվում է, դասի ժամանակ երեխեք եկել են միջոցառման են մասնակցել։ Դուք մոռացել այդ ռեսուրսը, դուք մոռացել եք ոնց էին պետական հիմնարկների աշխատողներին քշում եւ ավտոբուսներով բերում եւ բանանում։ Վիդիցիլի երեխեքը, կներեք ռուսերեն բառի համար, եկել են Նիկոլ Փաշինյանից քարտեզ վերցնեն, որը արդեն Հայաստանի ամբողջ տարածքով տրենդ էր դարել եւ ասենք բանի մասնակցել։ Թող մեր նկատմամբ, չգիտեմ, բանը
քննադատությունը լինի այդ մակարդակով եւ նշեմ այն բոլոր մարդկանց, ովքեր խոսում են ընտրությունների մասին, որ բոլոր դիտորդական կազմակերպությունները, այդ թվում ԱՊՀ, որի մաս է կազմում նաև Ռուսաստանի Դաշնությունը, իրենց զեկույցը հրապարակել են եւ այդ զեկույցում ասում են, որ Հայաստանի Հանրապետության ընտրությունները համապատասխանել են բոլոր չափանիշներին։ Պարոն Սիմոնյան, ես ունեմ արդյոք դուք ունեք ձեզ համար եզրահանգում, թե ինչու ձեր ուսակցական թիմում այդպիսի քվեարկության պատկերի արձել հանդեպ, որովհետև եթե հետ ենք նայում 8 տարի առաջ, 5 տարի առաջ, երբ ազգային ժողովի նախագահ եկել է եւ հիմիկվա ազգությունը երևում է հիմա ավելի պրոֆեսիոնալ, ավելի պատրաստ եք այդ պաշտոնին, ես գոնե այդպես եմ մտածում, եւ այդ դեպքում եզրահանգում ունեմ, թե ինչու այդպես եղավ, վերլուծությունն է սա մեր, երկրորդը ինչու այս հարցի պատասխանը հաջողվում։ Չէ, չունեմ եզրահանգում, փորձում եմ ընտրել պատճառները իմ մեջ։ Գիտեք ինչ, գուցե անձնական մակարդակի հարաբերությունների խնդիր է եղել, գուցե քաղաքական նպատակահարմարության խնդիր է եղել, կամ գուցե Ռուսաստանի շատ եք քննադատում։ Ես անձնական մակարդակով լավ հարաբերություններ ունեմ վարչության բոլոր անդամների հետ, մեծ մասի հետ գրեթե ամենօրյա շփում եւ կրկնում եմ հակված եմ ընտրել իմ մեջ։ Եթե էլի հետ նայենք, ես ուզում եմ իմանալ, թե արդյոք անձնապես անհատական մակարդակով եւ թիմի մակարդակով ինչպիսի սխալներ ունեք, ինչ կուզենայիք առաջ չլիներ, երկու տարբերակ, թիմի եւ անհատապես դուք։ Կուզենայի ավելի քիչ էմոցիոնալ լինեի։ Հիմա արդեն այդպես եք ոնց որ։ Չէ։ Ես էլի էմոցիոնալ եմ ու ես գիտեմ, որ ես դրանից չեմ ձերբազատվելու, գիտակցում եմ, որ դե որ չեմ ձերբազատվելու ու ես սիրում եմ իմ էմոցիոնալ լինելը, հա, միգուցե դա պետք է իմ զենքը սարքեմ ավելի էմոցիոնալ է։ Ես չեմ կարող, դա ձեր անձնական կարծիքն է, ես կարծում եմ, որ ես չէ, որ պետք է պարոն Ռուբինյանի էմոցիոնալության գնահատական տամ։ Իսկ թիմի մակարդակով շատ կարևոր է սխալներին նայել։ Թիմի սխալներին։ Այո։ Լսեք, դե ես կարծում եմ, որ մենք պետքա քայլեր կար ավելի շուտ արածելնեինք։ Օրինակ, այս նույն եռագլուխը պետքա չգար հասներ այս ընտրություններին։ Իրանք չպետք է գային հասներ, իրանք պետքա քաղաքական բան չստեղծեն։ Դա ոչ միայն մեր մասին է խոսում, մեր համար եմ ասում, հա, մեր երկրի համար եմ ասում կարևորը, որովհետև իրանք չեն թողնում քաղաքական ուժերը այն ձևավորվեն, հա, իրանք կանվերցնում են իրանց շվաքի տակ, իրանց ֆինանսով, իրանց կապերով, իրանց համակարգով կամ ոչնչացնում կամ կլանում են, հա, օրինակ այն ապրելու երկիր կուսակցությունը պայմանական, հա, վերացավ էլ ինչ տենց ապրելու երկիր, կլանեց ոչ քաղաքական մի հատ կուսակցություն, հա, այդ ուժեղ Հայաստանը եւ ուղղակի ոչնչացրեց, ու տենց բաներ շատ գոյություն, շատ կա, էլի։ Մենք ասում ենք, որ այդ եռագլուխը պետք է չանցնի, բայց այնտեղ 15 կուսակցություններ բացի դրանից մասնակցում, թողնեն այդ կուսակցությունները կայանան, որոնք որ փող չեն բաժանում, որոնք քաղաքական ասելիք ունեն, որոնք որ մեզ կքննադատեն եւ բանավեճ կլինի, այլ ոչ թե կլինի դավաճան, Ղարաբաղը դուտեղը հասկացանք, այդ պլաստինկեն 8 բանը 5 տարի է այդ նույն բանը կրկնում են, այդ ապրանքով ճակերտավոր քաղաքական գնացին 2021 թվականին Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ չկարողացան վաճառել այդ քաղաքական խոսույթը, իրանց չքվեարկեցին, մենք հաղթեցինք։ 5 տարի նիստերի դահլիճ չեկան, հիմա նորից գնացին, հա, հազիվ, այսօր որ ասում է Հայաստան դաշինքը կեսը, հազիվ են հատել։ Այն էլ այդ մասնակցության հաշվին, ես որ գործընկերոջ հարցին պատասխանում էի, որ ասում է իրանք չեն անցնելու։ Այդ մասնակցությունը, այդ փող բաժանելը, այդ իրանց համակարգ, այդ մեր ամենամեծ հիասթափությունն է, որ մենք պատկերացնում ենք, որ մենք ավելի շատ ենք ջախջախել փող բաժանելու մեխանիզմը։ Տետրերը, որտեղ որ գրած է ցուցակները, որում կարելի է գնալ այդ խեմանը, այդ է մեր ամենամեծ հիասթափությունը, որովհետև 9% եւ 9 հավաքած 1.2%-ի հաշվին Հայաստան դաշինքը, որը որ ստեղ հայտնվեց, այդ դրա ապացույցն է։ Իրանք պետք է չհայտնվեին ստեղ որևիցե մեկը իրանցից։
Ով ուզում էր, չգիտեմ, ում անունը ուզում եք տվեք, ում անունը սկսած այն ամենա առաջին տպավորությամբ ոչ adekvat քաղաքական ուժից, հավելավա գան այստեղ մենք բրցնեինք սրանցից։ Եվ մի փոքրիկ անհայական հարց, փոքրիկ այսօրվա օրակարգի մասին է խոսքը, արդյոք սպասք եք համարում, որ այսպիսի սփռվածություն ունեցող հայերի դեպքում աշխատում ուզում եք պահի տակ այսպիսի օրենք ընդունել, որտեղ մարդու սահմանադրական իրավունքը սահմանափակվում է ընտրելու, իրոք կարող է մի տարի հետո այդ օրենքին դրիվ այլ կերպ նայել։ Դուք լուրջ եք հարցնում այդ։ Ես ուզում եմ հասկանալ, ես սխալ եմ համարում, որ մենք ժամանակ ենք կորցրել ու շուտ չենք արել դա։ Սահմանադիրը Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Սահմանադիրը։ Մի րոպե, ոնց ժողովուրդը դրսում է։ Չէ՞, Հայաստանի հայ ժողովրդի 10 միլիոն մարդ ապրում է Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Լավ, մի բանավեճ չէ, կդադարեցնեմ։ Ապրում է Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Վերցնենք X երկիր, հա։ Չգիտեմ, այդտեղ չկա որ հայ գոյություն չունի։ Ասենք մեր մոտ 1.5 միլիոն քվեարկությամբ որոշում է կայացվում, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ ուղղությամբ գնա, գոյություն ունի թե չունի։ Այսինքն կարելի է պայմանականորեն ինչ որ երկրում, ինչ որ մարդկանց վրա ազդեցություն գործել եւ մենք այստեղ Հայաստանի Հանրապետությունը պրախատնոյ դվոր, հա, ուզում եմ հասկանալ։ Պրախատնոյ դվոր, հա, որ գան ամառը մարդիկ հանգստանան, հարկ չվճարեն, Հայաստանի Հանրապետության բանակի անվտանգության մասին խոսան, իրանց երեխեքը Հայաստանի Հանրապետությունում չծառայեն, բանա, անչաստեղ հաց չեթան խանութում առնեն, տնան հացի գիտը բարձացել է, թոշակ չստանան, թոշակառու չլինեն, բայց շաբաթը մեկ տենց գան ասեն դե լավ, այսօր բան եմ, այսօր տրամադրությունս կամ ինձ ձեռ է տալիս, ես ապրում եմ բանում Անտարկտիդայում, ինձ ձեռ է տալիս թե պինգվինները պետք է ղեկավարել եւ պինգվիններին ուղարկեն ստե որ Հայաստանի Հանրապետությունը պրախատնոյ դվոր չի։ Պետք է Հայաստանի Հանրապետությունում որոշում կայացնի մարդը, ով որ այս արևի տակ է ապրում, ով որ հարկ է վճարում, ով որ իր երեխան ծառայում է, ով որ իր պարտն է կատարում, ասում են պրախատնոյ դվոր մի սարքեք Հայաստանի Հանրապետություն։ Սիրիան երիտասարդության չգիտեմ բան Սոմյան առաջիկա հնարավորություն կլինի ձեզ արտադրել, շնորհակալություն եմ ուզում դարձնել սրահի համար, եւ հարցը ինչպիսի է խորհրդարանական աշխատանքների պատկերացում հաշվի առնելով, որ ընդդիմության մի մասը նոր է քաղաքականության մեջ։ Ես համբերություն եմ ցանկանում իմ գործընկերներին, պարոն Ռուբինյանին, Կոնջերանին, Վահագն Ալեքսանյանին, գուցե չհավատակ, բայց անկեղծ ուրախ եմ այդ սերնդափոխության այդ ավանդույթը ներդնելու հետ կապված։ Անկեղծ ուրախ եմ, որովհետև տեսեք, մենք միասին արեցինք մի բան, որ ազգային ժողովը իր ցիկլը ավարտեց։ Ազգային ժողովի նախագահան իր պաշտոնը միջև վերջ պաշտոնավարեց։ Ինչի միջև այսօր չէր լինում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ստաբիլ երկիր չէր քաղաքական առումով եւ այդ ներքին քաղաքական ստաբիլությունը, հա, շատ կարեւոր էր ապահովել։ Եվ հիմա այդ սերնդափոխությունն է ապահովում։ Ինչ որ մի ժամանակ անց պարոն Ռուբինյանին եւ մյուս փոխնախագահներին միգուցե ուրիշ մարդ փոխարինի եւ այդ ցիկլը պետք է շարունակվի։ Ինչ որ մի պահ կգա, երբ որ ինչ որ ընդդիմություն կհաղթի եւ մենք կշնորհավորենք այդ ընդդիմությանը իշխանություն դառնալ։ Այս ցիկլերն է պետք է ապահովել, որպեսզի մենք պետություն ձևավորենք, պետություն ունենանք։ Դժվար է լինելու, շատ դժվար է լինելու։ Դժվար է լինելու չքաղաքական են իրանք։ Խնդիրը դա որ քաղաքական չեն, նաեւ պարտված են, նաև ջախջախված են, իրանք գալու են ստեղ ենթագիտակցորեն փորձելով ապացուցել, որ իրանք, չգիտեմ, ուժեղ են կամ իրականում չեն պարտվել։ Դե իրանք կներեք այդ բարիս համար պետք է ասեմ, ես հեռացող ազգային ժողովի նախագահ մի քիչ ավելի բաց խոսամ, իրանք ճղում էին։ Ինչ ենք ունենալու 10 օր հետո, ասել եմ ինչ են ունենալու, 29 մանդատ են ունենալու։ 29 մանդատ են ունենալու։ Կգան խելոք կնստեն, խելոք գալու են կամ այդ ներողություն այդ բարիս համար այդ կլոունադան, որ դե եկեք մի հատ հավաքվենք քննարկենք մանդատները վերցնելու ենք թե չենք վերցնելու։ Գժի տեղ եք դրել հայ ժողովրդի։ Հայ ժողովուրդը բնատուր իմաստություն ունի։ Այդ ում եք ձեր, եկեք քննարկենք, հենց մի հատ հավաքվենք քննարկենք։ Այդ ձեզ արդարը մանդատի համար պաշտոնա կռիվ։ Գանստեղ պաշտոն ունենան, մենք դեպուտատ ենք դեմքի արտադրությունով ման գան։ Եվ հաշվի առնելով, որ դուք իսկապես ամենամեծ ժամանակում ստանձնեցիք ազգային ժողովի նախագահի պաշտոնը, հետ պատերազմյան, նաև COVID-ն էր դրա ժամանակ ակտիվ, ձեր կոչը որն է նախագահի, որը մեկ ամսից առաջին իսկ մնում է։ Կասեմ ավելի ուշ, կլինի, ստեղ չասեմ։
Անելացիա Ալբերտովետիսյան, պարոն Սիմոնյան, քանի որ դուք ձեր խոսքում նշեցիք հեռացող խորհրդարանի նախագահ, վերջին անգամ հեռավորությունն ենք հապց ուղղելու, Եվրոպական միությունից միլիոնավոր միլիարդավոր դոլարներ կամ եվրոներ գալիս են Հայաստան դիմակայունությունը բարձրացնելու Հայաստանի։ Ինչպես ըստ ձեր կարծիքի Հայաստանը կարձագանքի այն հնարավորությանը, որ Եվրոպական միությունը, որ դիմակայում է մյուս երկրներին, որոնք Հայաստանի դեմ են ճակատավորացված ինչ-որ գործողություններ ուղղում, այդ երկրներից միլիոնավոր դոլարներ խոսեն Հայաստանը ըստ ձեզ ընդունի։ Ես անկեղծ ասած չհասկացա ձեր հարցը։ Եվրոպական միությունը գումար է վճարում Հայաստանին, տրամադրում, որպեսզի դիմակայունությունը բարձրանա Հայաստանին։ Եթե այն երկրները, որոնց դեմ պայքարում է Եվրամիությունը, Հայաստանին գումար տրամադրեն, նույն դիմակայունություն բարձրացնելու առումով Հայաստանը ինչպես կընդունի դա։ Ես դեմ չեմ, որ օրինակ ոչ Եվրամիության երկրները նույնպես մեր երկրին գումար տրամադրեն մեր դիմակայությունը բարձրացնելու։ Ես կարծում եմ, որ մեր կառավարությունը պետք է այդ գումարը վերցնի։ Եթե օրինակ պայմանականորեն Չինաստանը, Ռուսաստանը կամ որևիցե երրորդ երկիր առաջարկ անի մեր դիմակայությունը բարձրացնել եւ օրինակ մի հատ լավ երկաթուղի կառուցի կամ մի հատ ներդրում անի, մենք պետքա դա վերցնենք, որտեղ բոլոր քննարկումների մեջ ես եւ իմ գործընկերները կարծում եմ շարժվել ենք հետեւյալ տրամաբանության մեջ, որ ինչն է օգուտ Հայաստանի Հանրապետությանը, այդ տրամաբանությամբ պետք է շարժվենք։ Եվ վերջին հարցը, դուք ձեր կառավարման 5 տարիների ընթացքում անընդհատ նշել եք, որ խորհրդարանական ընդդիմությունը հարմար ընդդիմություն է իշխանության համար, 9-րդ գումարման խորհրդարանում ձևավորվող ընդդիմությունը ինչպիսին է լինելու ըստ ձեզ։ Տեսեք, ես համարում եմ, որ նախ ուզում հասկանամ նույն Հայաստան դաշինքը լեգիտիմ հարց եմ տալիս։ Գնացեք այդ հարցը տվեք։ Ոնց է հիմա Հայաստան դաշինքը գալու եւ օրինակ հանձնաժողովների փոխնախագահների եւ նախագահների պաշտոնների։ Այսինքն ինչ տարբերություն 8-րդ գումարման եւ 9-րդ գումարման մեջ։ Աղվան Վարդանյանը, եթե չեմ սխալվում, ասել է, որ ինքը չի գալու ազգային ժողով, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը էլի հաղթել է, գալու է Աղվան Վարդանյանը։ Իրանք վերցնելու են հանձնաժողովների դոնթի բանաձևով իրանց հասանելի պաշտոնները։ Եթե վերցնելու են, ապա ինչի նախկինում չէին վերցնում, ինչ էր փոխվել, այս անգամ ավելի շատ ձեն են ստացել իմիջիայլոց։ Եթե չեն վերցնելու, բա ինչի են գնացել ընկել փողոց մարդկանց, չեն վերցրել։ Վերջի ժամ, բա հետո ինչ եղավ։ Հետո չվերցրեցի։ Այսինքն մի անգամ հա բա հետո հիմա ով է։ Այսքան 8-րդ գումար հիմա ով է։ Չէ, ոչ։ Ես ինչ թազա նարատիվ եք գցում շուտ, հետո ա ձեզ տենց բան ասել։ Այսինքն հիմա անդիմությունը տեխնացու է բերեմ ենք։ Ինչ։ Ներողություն, որևէ, այսինքն այս ինչ հեքիաթներ եք պատմում, դուք ձեր հերոստալիքներն եք նայել, ուրեմն ձեզ պաշտոնապես ասում եմ, անդիմությունը չի ներկայացնում եւ չի ներկայացրել տեխնացու ոչ փոխնախագահի, ոչ հանձնաժողովների, որևիցե մեկ, իրանք չեն ներկայացրել։ Կասեք այդ անունը, որ իրանք ներկայացրել են, բանը, օրինակ, այս պայի դրությամբ X հանձնաժողովի նկատմամբ եւ մենք հրաժարվում ենք ընտրել։ Հենց հիմա ասեք 8-րդ գումարում էլ մեկ ամիս աշխատել է։ Այդ ինչ ձևեր է։ Կամ իրանք նիստերի դահլիճ, դուք դռները փակեք, իրանք լավը չեք ասում, իրանք ծեծում եք, իրանք ազգային ժողովի դահլիճ չեն գալիս։ Այսօր տեսա Լևոն Քոչարյանը գրանցվել է, ուրախացա, այն էլ թարսիպես բանը չհերիքեց։ Իմացել է երևի ես ազգային ժողովի նախագահի տեխնացու չեմ, որոշել է գրանցվի խոսա։ Եկավ ես դահլիճում չէի, մեծ խոսած, ասեց Ալիեն Սիմոնյանը ընդեղից ես վերևից իրանք գցեմ, sense բաներ խոսած, դրանից հետո 8 ամիս ընկած իրան էինք նիստերի դահլիճում ման գալիս։ Այսօր առաջ անգամ եկավ գրանցվեց, հա? Ոչ մի բան չեն կարող, իրանք ասում իրանք իրանք բանից վախենում, տեղները փոխում են, գնում են դռան մոտ են նստում, որ շուտ կնոպկ են սխմեն, որի પર իրանք դահլիճում են դուրս են գալիս։ Այդ ինչեր եք խոսում։ Հələ մի հատ ինձ կասեք այդ տեղերը խեն փոխե գնացել դռան մոտ նստել։ Որ sense քիչ ամնում դուրը բացեն sense ձեռը ձգեն sense կնոպկ են սխմեն, որ իրանք իբր եկել են ու փախնեն շենքից։ Այդ ում մասին եք խոսում։ Ստեղ ընդդիմություն կա, իրանք աշխատել են եւ աշխատում են կոնկրետ մարդկանց շահեր սպասարկելու համար։ Եկել են Ռոբերտ Քոչարյանը եկել է, ասել է, իրանք էլ են ասել,
Այդ երիտասարդն էլ է ասելու մասին ես խոսում եմ, որ ես ինձ ստիպել են մտնեմ քաղաքականություն, որովհետև իր պապայի հետ կապված քրեական գործեր կա, բա որ չլներ ինքը մտնել, իրենք ասել են, նույնը ասել է Սամվել Կարապետյանը, այդ մարդիկ ստեղ գալու են ձեր շահերը պաշտպանեն, Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերը պաշտպանեն, եթե տես լիներ 5 տարվա ընթացքում մի հատ այդ շահերից դուրս օրենսդրական նախաձեռնություն կանեին, թող դա չքվեարկվեր, թող դա չընդունվեր, դիսկուս կբացեին, իրաց դիսկուսը ինչ ա եղել, եկել ասել են դուք դավաճան հողատու, անցել գնացել է, եկել ասել են այս օրենքը, որ դուք բերել եք այս բանի համար, եւ գնացել են իրենց գործերով կաֆեներում նստել, բամբասել, ստիծնդից փող են վերցրել, որպեսզի քաղաքական գործունեություն իբր շարունակեն։ Ում չենք ճանաչում այս քաղաքական դաշտում վերջին 20 տարվա ընթացքում։ Հիմա էլ ընկել են նույն այն ընդդիմության 20-25 տարվա ցիկլ կար է, ասենք անընդհատ նույն կրուգով ֆռում են, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, այդ ցիկլի մեջ անալու են, խղճում եմ ես իրաց։ Սիրիլետ Գեորգ Թոսմյան, պարոն Սիմոնյան, ես ընտրական իրավունք այդ համապատասխանատու օրենսդրական նախաձեռնության մասին եմ ուզում ձեզնից հետաքրքրել, նախ մի ճշտող հարց, արդյոք որոշեցիք 2 տարի եւ 1 տարի ոչ չի մասնակցել, թե 1 տարի եւ կեսը, որովհետեւ կառավարությունը առաջարկում է 2 տարվա սահմանափակում մտցնել։ Մովսես, բացեք։ Ու երկրորդը փաստացի դուք թե Արի կլինի ձեզ առաջին հարցին պատասխանեմ, հետո երկրորդին, հա, որ միտքը չկտրվել։ Ես տեղյակ չեմ, թե վերջնական ինչ որոշում կկայացվի, եթե չեմ սխալվում 160 օրվա մասին էր խոսքը գնում նախնական տարբերակով 6 ամսվա ընթացքում, հա։ Հիմա քննարկումը գնում, ես չեմ բացառում, որ կարող է առաջինից երկրորդ ընթերցում ինչ-որ փոփոխություններ լինի, առաջարկներ լինի, ուստի բան, բայց համարում եմ, որ ճիշտ քայլ է եւ պետք է շուտ անել, որովհետեւ ժողովուրդ նորից եմ ասում, կարան ուրիշ երկրից, ամենաթշնամաբար երկրից, որտեղ որ մենք մեծ համայնք ունենք, իսկ մենք մեծ համայնքներ ունենք ամենուրեք, կոռեկտ չէ, պայմանական երկրի անուն տամ, հա, մարդ ուղարկեն ստեղ եւ մեր երկրում, օրինակ, հանրաքվեի ժամանակ բան փոխել, մեր մոտ 300,000 ձայնով կարելի է հանրաքվե նշանակել, դուք հասկանում եք, մենք 700,000-անոց, 1 միլիոնանոց սփյուռքեր ունենք։ 300,000 դժվար է ազգային ժողովի վերջով որոշի է։ Հա, բայց այնուամենայնիվ նախաձեռնությունն է, դա արդեն քաղաքական իրողություն է։ Բայց այդ մարդիկ փաստացի Հայաստանի քաղաքացի են, ունեն քաղաքացիություն, ունեն դրական իրավունք, իմ հարցը հենց դա է։ Տեսեք, դուք ասում եք, որ սահմանագիրը ժողովուրդն է։ Ու այս իրավունքով, այս փոփոխությամբ երկու խնդիր կա։ Առաջինը, որ մենք ունենք արտագնա աշխատող քաղաքացիներ, որոնց ընտանիքները այստեղ են, որոնք տարվա մեծ մասը այստեղ չեն, բայց իրենց գործունեությունը այստեղ է, եւ նրանք իրավունք ունեն իրենց ընտանիքների մասով ճակատագիրը որոշել ընտրության ձևով, սա առաջինը։ Երկրորդը, ձեզ նաեւ խախասարկությունն է քննադատում արտանետես դիտորդական կազմակերպություն նշել է, որ սա սահմանության նախատեսված իրավունք է, դուք օրենքով փոխում եք սահմանության նախատեսված իրավունքը, ինչ ասեք այս մասին։ Այն մարդիկ, ովքեր որ ուզում են որոշում կայացնել Հայաստանի Հանրապետությունում, առնվազն ինչ-որ ժամանակահատված պետք է ապրեն ստեղ։ Եվ մենք իրավասու ենք որոշել, թե ինչքան ժամանակ պետք է մարդը ապրի ստեղ, որ ստեղ որոշում կայացնի։ Մենք ունենք դրույթ, որը որ սահմանափակում է մարդուն առաջադրվել որևիցե պաշտոնի, եթե ինքը վերջին ժամանակահատվածում չի ապրել Հայաստանի Հանրապետությունում։ Դա վերաբերում է օրինակ падգամավորին, բարձր այլ պաշտոններին եւ սա նույն տրամաբանության մեջ եմ ես առաջարկում դիտարկել, որովհետեւ իրանք նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի են եւ արտագնա աշխատանքի կարող են գնալ եւ իրանք ընտանիքները ստեղ ապրել, բայց ներողություն եմ խնդրում, մենք չենք կարող գալ, եթե վերջին 4 տարվա ընթացքում կամ 5 տարվա ընթացքում ստեղ չեն բնակվել, չեն կարող գալ դառնալ ազգային ժողովի падգամավոր եւ սա պետք է դիտարկել այդ տրամաբանության մեջ, որովհետեւ տեսեք Հայաստանի հայ ժողովրդի դեպքը, նախադեպը 1-2 ժողովուրդ ունի, հա, որ տենց ավելի մեծ սփյուռք ունի, քան իր երկրում բնակվող բնակչություն։ Եվ ես կարծում եմ, որ քաղաքասարակությունը, եթե նման մտահոգություն ունի, դա քննարկման եւ մեկը մյուսի փաստարկ լսելու մեջ պետք է դիտարկվի, որտեղ ես էլ եմ փաստարկ բերում, բայց տենց ասելով չի։ Ես էլ ասում եմ, որ պրոբլեմ է ժողովուրդ։ Պրոբլեմ է։ Մենք կարող է ինչ-որ շատ կարևոր որոշում ունենանք կայացնելու
եւ ասեմ X երկրի բնակչությանը, ասեմ դուք ստեղ էլ բիզնես չեք ունենա, կամ ձեր բիզնես կամ ձեզ կարտաքսենք, դուք պետք է գնաք եւ քվեարկեք IO-ի կամ ոչի օգի, ինչ մեր երկիրը մատաղ անենք X երկրում բնակվող 2 միլիոն կամ 1 միլիոն մարդու, հա, մենք էլ ընկնենք փողոցներով, ասենք ժողովուրդ, հեսա դրսից գալու են քվեարկեն, գնացեք քվեարկության, որովհետեւ ընդեղից 200,000 կամ 300,000 մարդ բերելու են, որտեղ նրանց վատ իրավիճակի մեջ են դնում, նրանք ստիպված գալու են քվեարկել։ Բայց այս վիճակից ո՞նց ենք դուրս գալու ուզում որտեղ այդ ընտրության հարկ Հայաստանի Հանրապետության ժողովրդին, հարկ 728,000 ժողովրդին, շնորհակալություն վարչապետ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագրի թիմին, որ ընկան գյուղ մարդ առ մարդ բացատրեցինք, խնդրեցինք, ապացուցեցինք, որ նման վտանգ կա։ Ու վտանգը կար։ Դուք բացառում եք, ասում եմ, նո, բացառում եք այդ վտանգը։ Դուք հասկանում եք, մենք ինչ կարայինք դառնայինք։ Մենք, ոնց ասեմ, եւս մեկ անգամ մեր անկախությունն ենք ձեռք բերել։ Շնորհակալություն։ Աշխեն ոնց է։ Նա Իրիկացան երկու բան Սիմոնյան, քանի որ որպես ազգային ժողովի նախագահ ասած է վերջին ճեպազրույցն է, կարծում եմ հրաժեշտի ճեպազրույցն է, երկու հարցն է, մեկը մի քիչ էմոցիոնալ, ձեզ բոլորս, եւ մեկը այլ։ Առաջինը ինչ ամենաշատը կկարողեք խորհրդարանում, եւ երկրորդ հարցը բացառում եք արդյոք քաղաքական այնպիսի իրավիճակ, որ այս խորհրդարանը եւ այս իշխանությունները պաշտոնավարեն 1 տարի եւ կրկին ընտրություններ ունեն։ Դե լավ, Մանավանդ որ սահմանադրական դատարանը դեռ որոշում։ Լսեք, դե այդ խոսակցությունը ես հիշում եմ, որ 2021 թվականին ընտրվել էինք, ասում են դե 6 ամիս, երբ որ Սերժ Սարգսյանին հեռացրել էինք, 6 ամիս հետո հետ են գալի, այդ խոսակցությունը ասում են, դա ցիկլի խոսակցությունն է։ Ոչ մեկ չգիտի ինչ կլինի, բայց ես բացառում եմ Հայաստանի Հանրապետությունը ստաբիլ երկիր է, Հայաստանի Հանրապետության իշխող ուժեղ կուր կառույց է, Հայաստանի Հանրապետության իշխող ուժը ստացել է վստահության քվե։ Հա, չէ, մենք հիմա էլ չունենք սահմանադրական մեծամասնություն, հետո ինչ։ Այդ ինչ է, սահմանադրական մեծամասնությունը արդարացում են սարքել, իսկ ով ասեց, որ մենք այդ սահմանադրական մեծամասնություններ, որ պետքա պահեր, որ այս ազգային ժողովը մի տարի աշխատեր կամ 2 տարի աշխատեր, այդ իրանց արդարացումը, այն բանն էր, հա, որ գիշերը ժամը 4-ին մեռած տարբեր ընտրատեղամասերից են, որ քունները գլխներից մտածում ենք, երբ այս ամեն ինչը շատ հավարտել է թանքնենք, տեսակ դեմքները չէին ժպտում, այ քեզ բան, մնում էր սենց դեմքերով գիշերվա 4-ին կանգնեին, հիմա իրանց դեմքները ընդհանրապես տեսնում եք, չէ, ընդհանրապես չեմ ասում դեմքները տեսնում եք, ես տեսա, որ Սամվել Կարապետյանի մոտ գնացել էին ճակերտավոր, արեստավար խմբագիրները, ճակերտավոր, դունդեղ էր, քեզ չեմ ասում, այդ ճակերտավոր, որոնք որ ավելի են դիմադիր գնացել ասում էին, բա ինչ ենք անելու, բա ես ինչ եղավ, բա դու մեզ բաներ խոստվել դեմքներից չասեմ ինչ էր երևում, ասենք տեսա, այդ ինչ քաղաքական չափորոշիչ միավոր է, որ հիմա մենք դրանով բան ենք անում, չափում։ Ինչն եմ կարոտելու, ամեն ինչն է կարոտելու եմ սրճարանը, մեր հետ, ձեր հետ ճեպազրույցները, դաժան եւ հետաքրքիր, որոնք որ շատ դիտելիություն էին ապահովում, որը որ կարծում եմ, ես հաճույքով ձեր հետ կհանդիպեմ, խոստանում եմ, ես խոստանում եմ ակտիվ լինել եւ քաղաքական դաշտից չկորել։ Որպես դրական աշխատանքը կկարոտեք։ Մի հատ էլ բան ասեմ, նախ մեր падգամավորներին կկարոտեմ, որովհետև ամեն մեկի հետ պատմություն ունեմ, ամեն մեկի հետ մի ինչ-որ իրավիճակ ունեմ։ Իդեպ ասեմ, որ ես ամենաշատ օրենսդրական նախաձեռնությունով հանդես եկած նաև ազգային ժողովի նախագահը։ Սենց ասեմ, ես ձեր հետ համաձայն եմ։ Ես ձեր հետ համաձայն եմ։ Ասում են, երբ որ դուք արդեն ազգային ժողովի նախագահ չեք լինի, թիկնապահներ չեք ունենա, շատ բարդ կլինի ձեզ փողոցում դուրս գալ առանց թիկնապահների։ Փողոցում կտեսնենք ձեզ առանց թիկնապահի եւ արդեն դուք վախեր չունեք այն առումով, որ ձեզ այլևս որևէ մեկը չի պաշտպանի անվտանգության աշխատանքից։ Այս 5 տարի, երբ որ ասենք մեծ բաներ էին խոսում, ես Հայաստանի Հանրապետությունից դուրս շրջագայել եմ առանց թիկնապահների։ Ես եղել եմ տարբեր հայկական համայնքներում, ամենակտրուկ տրամադրված համայնքներում եւ երբևիցե դրա մասին չեմ մտածել։ Այդ թիկնապահները դա ինստիտուտ է։ Հայաստանի Հանրապետությունում սպանվել է ազգային ժողովի նախագահ,
ծեծվել է միջև այն պահը, որ մտածել են, որ մահացել է մեկ այլ ազգային ժողովի նախագահ, եւս մի ազգային ժողովի նախագահ, որովհետեւ մի պաշտոնյայի վրա այդքան հարցակում չի եղել, սպառնալիք չի եղել, քան ազգային ժողովի նախագահների հանդեպ։ Եվ այդ մարդիկ, ովքեր որ խոսում են իմ թիկնապահների մասին, իրանց են իրականում արդարացնում, որովհետեւ դա ձեռս պահեք ու թողեք որ խփեմ, այդ ինչ է, ուզում եմ հասկանամ, իրանք ինչ էին ուզում անեին, որ իմ թիկնապահները իրանց պահեցին։ Ես Երևանցի եմ, ես ապրել եմ Հայաստանի Հանրապետությունում, որևիցե խնդիր չունեմ, բայց գոյություն ունի օրենք, որը որ նախկին ազգային ժողովի նախագահներին եւ նախագահներին տալիս է անվտանգություն։ Ես ենթադրում եմ, որ այդ ծավալով չի լինի, որը որ հիմա կա ու որը իրականում լավ է։ Ես ձեզ ասեմ, ամենասկզբից նաև ոստիկանության աշխատակից էր ինձ կցված։ Ես հրաժարվել եմ դրանից։ Ես հիմա ասեմ, ընթացքում, պաշտոնավարման ընթացքում ես մի քանի անգամ դիմել եմ, որպեսզի իմ հետ եղած մարդկանց քանակը կրճատվի, որովհետև ինձ կոմֆորտ չի, առնվազն կոմֆորտ չի։ Նենց չի, որ ուզենան ինչ-որ պրովոկացիա անեն, այն արեցին, էլի փողոցում մոտեցան, վիրավորեցին, ինչ չի եղել, ինչ չեն արել իմ հանդեպ, ուզում եմ հասկանամ։ Կամ այդ մեր թիկնապահների այդ տրամաբանությունը, նույն տրամաբանությունը, որը նախկինում կար, հա, Սերժի Վաչոն, էս ինչի, ինչի, ով ավ ճանաչում վարչապետի աշխարհի անվտանգության ղեկավարի անունը գիտեք դուք։ Դե ազգանունն էլ ասա։ Դե բա Էլով գիտի, իմ բանը անվտանգության ղեկավարը, բա ինչի եք սարքել այդ բանը, դա իմ ընտրությունը չի, բա ես տարբեր երկրների ղեկավարների հետ բան եմ բանավիճում, բա ես տարբեր երկրների ղեկավարներին բան եմ ասում, բա ես ստեղ մարդասպանության մեջ եւ միլիարդավոր դոլարների մեջ տապակված մարդկանց ինչ ասես ասում եմ, բա ես պետք է պաշտպանված չլինեմ, ուզում հասկանամ դա այդ ինչ է։ Համասում ես երբ որ ես Ռոբերտ Քոչարյանին, որը որ Պողոս Պողոսյանին ծեծում էին, սպանում էին, մարտի մեկ էր անում, ես առանց թիկնապա փողոցում կանգնում ասում էի, երբ որ ինքն էր իշխանության, բա այդ ո՞նց է ես դա անում, իրանք հիմա չեն կարողանում անել, կամ ես այն վաղ դուխ ունեի, հիմա դարել եմ վախեցող, կամ ես պետք է վախենամ կամ չվախենամ, ես քաղաքական գործի չեմ, օրենքով ինչ նախատեսված է, այն էլ պետք է լինի։ Ռոբերտ Քոչարյանը թիկնապահ չունի, Արոյին ճանաչում, շատ լավ տղա է ինչ արեց Քոչարյանի թիկնապահ, եթե շատ հաճախ շփվել եմ։ Կամ բանը ինչ Սերժ Սարգսյանը չունի թիկնապահ, կներեք, բայց ես այդքան փող չեմ աշխատել, որ իմ հաշվին իմ հետ մի քանի հոգի տենց գցեմ, հետս մանտամ, որ տենց բան անեմ, ես դրա կարիքը չունեմ, ես ալենն եմ, ինձ դա բավարար է։ Իսկ ինձ ինձ էլ է ասում, բայց ո՞նց է իրանց ասում է, ես չի ասում։ Կամ որ գալիս են այդ Հայաստան Դաշնքի ներկայացուցիչները ինչ որ բաներից են խոսում, այդ նույն թիկնապաներից, բաներից, մեքենա չունեմ, եթե ինչ, մեքենա չունեմ։ Չէ, մենք ընդհանրապես մեքենա չունեմ, կամ կառնեմ, կամ եթե ինչ որ տեղից լինի, հենց կլինի։ Դե լավ, վերջինն է, ինչ ուզում եք արեք, հարց չկա։ Պարոն Սիմոնյան, հնարավոր է, որ ձեր արժանապատվներից չդառնալը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը ձեր մեջ իրեն մրցակից տեսա։ Գիժեք, դերպես բարյաբար։ Ես ամենայն արգանքով։ Ուրեմն ես որևիցե հավակնություն չունեմ, չեմ ունեցել, իմ քաղաքական սկզբունքը հետևյալն է։ Ես միշտ լինելու եմ Նիկոլ Փաշինյանի կողքին, կես քայլ հետ, այն պահին, երբ որ իրան պետք լինեմ, ինքը շուռ կգա, ինձ կտեսնի եւ որևիցե միտք չգիտեմ, տենց նույնիսկ դա իմ համար տենց վախենալու բան է ու ես իմ պահվածքով, իմ աշխատանքով, իմ զսպվածությամբ մշտապես դա ապացուցել եմ, ել չեմ ասում, որ չեմ կարծում, որ վարչապետի մտքով նույնիսկ ծերով կարա տենց բան անցնի։ Մենք նույն թիմն ենք, նույն մարդն ենք, նույն համակարգն ենք, նույն ընկերներն ենք, չգիտեմ, ես չի կարա տենց բան անել, դա անհետեթություն, դա բժություն։ Շնորհակալություն։ Պարոն Սիմոնյան, բացառապես հանգստանալն է պատճառը, որ չեք ցանկանում լինել խորհրդարանում, որովհետև այդ մարտի 3-ի ճեպազրույցի ժամանակ դուք ասում եք, որ թիմը ինչ որոշում է կայացնի, կենթարկվեք նրան։ Բայց թիմը որոշում, բայց
Չէ, բայց թիմը չի որոշել, որ ես գամ նստեմ ստեղ падգամավոր կամ փոխնախագահ կամ խմբակցության ղեկավար։ Ես ասել եմ, որ ես սենց որոշում ունեմ, իրանք իրանց որոշում ունեն, ես իմ որոշում ունեմ։ Երբ որ եթե թիմը ինձ ասի, գիտես ինչ, մենք քննարկեցինք եւ որոշեցինք, որ դու պետքա գնաս, չգիտեմ, դեսպան Ուրուգվայում, ես կգնամ դեսպան Ուրուգվայում, բայց մենք տենց խոսակցություն չենք ունեցել։ Ես քննարկել եմ վարչապետի հետ, ասել եմ, հաջա, լսեք, որևիցե նման խոսակցություն մենք չենք ունեցել։ Քննարկվել է, որ հա ես կարողա ունեմ այս պահին մանդատ, ես ասել եմ, չէ, ժողովուրդ, ես մանդատ չեմ վերցնի։ Բայց ասել ինձ գիտեք ինչ, մանդատը մի վերսա գնա, չգիտեմ, արտահայտության թողների իմ ընկեր ինձ Սրբուի Գալյանը, հա, օրինակի համար, արտահայտության նախարար, այդպես խոսակցություն չի եղել։ Եթե թիմը որոշել, որ դուք պետք է լինեք շարքային պատգամավոր, որտեղ ձեր դեպատություններից մեկին Ես գիտեմ ինչ եք ասում։ Ես եթե նման որոշում կայացվեր, ես ամենայն հավանականությամբ կենթարկվեի, բայց ես կարծում եմ, որ չի կարելի որևիցե մեկին ստիպել ինչ-որ մի բան անել։ Բայց կրկնում եմ, եթե նման որոշում կայացնել, դա կարմիր գիծ է, նշանակում է բան անել։ Բայց չեմ, իմ ընկերներն են, նենց չի, որ ասենք մենք ինչ-որ բանի մեջ ենք, որ իրանք պետք է ինձ ինչ-որ բան ստիպեն կամ ես իրանց ինչ-որ բան ստիպեմ, ասենք այդ տրամաբանության մեջ է։ Պարոն Սիմոնյան, դուք կարծում եք, որ ազգային ժողովի նախագահ լինելուց հետո պատվաբեր չէ շարքային պատգամավոր լինել։ Չէ, չեմ կարծում այդպես։ Պատգամավոր լինելը շատ պատվաբեր պաշտոն է, շատ պատասխանատու պաշտոն։ Ես եղել եմ պատգամավոր, ես եղել եմ ավագանի, ես եղել եմ փոխնախագահ եւ չէ, դա մարդուց է գալիս։ Ես Ալեն Սիմոնյանն եմ ոչ թե պաշտոնի բերումով, չէ։ Ես Ալեն Սիմոնյանն եմ, որտեղ իմ բնավորությունն է, տենց ես իմ շուրջ բան եմ ստեղծում, ես իմ աշխատանքով դա բան եմ անում։ Հիմա ասենք կան ինչ-որ մարդիկ, որոնք որ գուցե իրանց են, հա, պաշտոնն է իրանց, որ դռան վրա գրում են Ժեկի պետ Պետրոս Պետրոսյան, ու ինքը դա մոտը մտնել չի լինում, ինքը մտածում է, որ վերջ, ինքը աշխարհի բանն է, բայց իմ դեպքում ես կարծում եմ, ես եղել եմ Ալեն Սիմոնյանը, նոր եմ դարձել ազգային ժողովի նախագահ, եւ ազգային ժողովի նախագահի պաշտոնը չէ, որ ինձ ձեր համար հետաքրքիր է սարքել, չէ։ Ես եմ իմ աշխատանքով, իմ գործունեությամբ սարքել։ Իսկ պաշտոնը չի, որ ձեզ զարթարում է։ Կոստյումն է, որ ինձ զարթարում է։ Շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։